Գաղտնիք չի, որ Երևանից դուրս ես գալիս եւ մեքենայով օրինակ ռադիո լսել չի լինում, ավելի շատ թուրքական, պարսկական, չգիտեմ, այլ տեսակի ռադիոներ ենք ավելի շատ բռնում, քան մեր հայկականները։ Այդտեղ ինչ փոփոխություններ եք պատրաստվում առաջարկել, որ հանձնաժողովը իսկապես կարողանա նպաստի ամբողջ տարածքով մեկ ռադիոյի, դա նաեւ անվտանգության խնդրի հարց է, որտեղ այդ ռադիոն պետք է լինելու է շատ ժամանակ տագնապների հայտարարելու ժամանակ աշխատի եւ եթե չունենանք դա։ Երկրորդ խնդիրը նույն ոլորտի հետ, ինչպես եք պատրաստվում համագործակցեք Հայաստանի եւ Արցախյան հանձնաժողովների հետ, որ հնարավորություն ընձեռի այդ մեկ հայկական տարածք համարենք եւ ռադիոյով եւ հեռուստատեսությունով, որտեղ այսօրվա դրությամբ բոլորը չի որ հասանելի են բոլոր տեղերը եւ խնդիր կա լուծելու։ Եվ երրորդ հարցը, որը կցանկանայի ձեզ հրամանդրել, դուք մեկ հետաքրքիր քննարկումների իմաստով բան գնաց, ավելի շատ պատկերացումները այն էր, որ գիտեք ինչ է, ստանանք հանրությունը ինչը մտածում է, տրամադրենք կամ որևէ մարդիկ հանրությունից տրամադրենք գնացած հանրությանը։ Կրթական իմաստով ոնց եք պատկերացնում, որ մեր հեռուստատեսությունները եւ ռադիոները պետք է փոխվեն։ Ինչ շատ հետաքրքրում է, ասենք, ինչ ծրագրերի պակաս եք դուք տեսնում։ Ասենք դա կլինի մանկական, դա կլինի գիտական, դա կլինի, չգիտեմ, հայրենասիրական ինչ-որ կրթվածության ուղղված ծրագրեր, որոնք կրթություն կապահովեն, ինչպես նաև ինչպես ենք պատրաստում տեղեկացնենք հանրությանը այն բացերի մասին, որ պետական համակարգը միշտ ունեցել է։ Օրենքները փոխվում են, որևէ մի տեղեկություն հանրությանը հասցնելու հնարավորություն չկա։ Եթե որևէ մեկը չի նայել կամ չի առնչվել օրենքի հետ, այդ փոփոխությունների մասին մենք շատ քիչ ենք իմանում կամ նույն ասած ավելի շատ ինտերնետն է աշխատում, իսկ դա էլ բոլորին հասանելի չի։ Այդ ուղղությամբ ինչ առաջնորդություն կցուցաբերեք, այդպես ասած, որ այս խնդիրները նույնպես լուծվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ կարճ ռադիոյի մասով անալոգային սփռումը ձեր հարցի պատասխանը չի տա, որովհետև սփռումը ամբողջ Հայաստանով թանկ է եւ իրեն չի արդարացնում, գովազդային գները ռադիոյի շատ նվազեն եւ քանի որ բյուջեի ձևավորումը գովազդային 60-70-80%-ով ձևավորվում է Հայաստանում, ապա ռադիոներին շատ հարմար է հեռարձակումը կազմակերպել միայն Երևանում, օգտագործելով միայն մի հաղորդակ եւ մի անտենա եւ դրանով ստանալ իրանց եկամուտները։ Խնդիրը միայն կարող է փոխվի ռադիոընկերությունների, ռադիո հաճախականությունների թվայնացման դեպքում, երբ որ նորից կլինի հանրային մուլտիպլեքսը, ամբողջ հանրապետությունը ներառող, որտեղ կլինեն նաեւ մասնավոր մուլտիպլիկատորներ եւ օպերատորներ, որը նույնպես թույլատրվում է օրենքով, այդ ժամանակ մենք հույս կունենանք, որ այն ռադիոկայանները, որոնք սփռվում են միակ Երևանում կամ Արվարձաներում, կարելի կլսել ամբողջ Հայաստանի տարածքում։ Այս պայմաններում դա կոմերցիոն խնդիր է եւ բացի հանրային ռադիոյից սփռում մարզենում գրեթե որևէ ռադիոընկերություն չունի, որտեղ դա շատ թանկ հանրապետական ցանց է պահանջում։ Սա մեկը։ Ղարաբաղի հեռուստաընկերության ես մի քանի անգամ վերջերս ԵՍԱ Ղարաբաղ եւ ինձ մի քիչ տխրեցրեց Արցախի հեռուստաընկերության որակը, ճիշտն ասած։ Ես նույնիսկ կարծում եմ նախկինում որակը շատ ավելի բարձր էր։ Արցախի հեռուստատեսությունը զարգացման կարիք ունի եւ ես կարծում եմ համապատասխան միասնական աշխատանքների ժամանակ մենք ինչ-որ լուծումներ կգտնենք։ Եվ երրորդ հարցը որն էր, պարոն Մանուկյան։ Կրթության ֆունկցիան էլ այստեղ։ Նորից եմ կրկնում, մենք որոշ ֆունկցիաներ, որոնք կարգավորված չեն օրենքով, մասնավոր կոմերցիոն հեռուստաընկերությունների վրա չեն կարող դնել։ Եթե դու պետվար ես տալի, կրթական լինի, առողջական լինի, սոցիալական լինի, դու պետք է տակը փող անպայման ունենաս։ Այդ պարագայում ուրիշ մի քանի երկրներում այդ խնդիրը կա, այսինքն ոչ միայն հանրային հեռուստաընկերություններին է պետք պատվիրիչացնում, այն նաև կոմերցիոն տնօրեններին։ Այդպիսի առաջարկ մեր մոտ նույնիսկ պատրաստվում է, մենք խոսացել ենք հանձնաժողովի անդամների հետ, օրինակ ինչ որ հեռուստաընկերությունը, որը սփռում է ամբողջ Հայաստանով եւ լիցենզիայի 10 միլիոն գումար է տալիս, պետությունը հրաժարվում է այդ գումարից կամ այդ գումարի կեսից եւ դրա փոխարեն ինքը պահանջում է համապատասխան չափանիշների կրթական կամ առողջապահական ծրագիր։ Այսինքն առանց ֆինանսավորման խնդիր լուծելու որևէ կոմերցիոն հեռուստաընկերությունը չեք պարտադրել տալ այն սոցիալական կամ կրթական նշանակություն ունեցող ծրագրեր, որոնք Հայաստանում պետք են։ Այդ խնդիրը կատարում է միայն հանրային հեռուստատեսությունը։ Եվ ամբողջ աշխարհում այդպես է։